Գյումրիում փոսերը ավելի շատ են, քան փողոցները։ Ինչ քայլեր է ձեռնարկում այս մասով իշխանությունը գոնե ժամանակավոր լուծում գտնելու, թե սպասելու ենք մինչև ընտրություն, որպեսզի եւս մեկ անգամ ընդգծվի, որ թիմը չի հաջողել Գյումրիում։ Այսօր քաղաքապետի աթոռին նստած մարդը նույն Գյումրիում հայտնի Վարդանիկը, ով այսօր ենթադրյալ հանցագործի կարգավիճակում է կաշառքի գործով բոլորս գիտենք, բնականաբար քաղաքը նման մարդուն հանձնողները պիտի քաջ գիտակցեին ուր են տանում քաղաքը։ Ներկուսակցական քվեարկության ժամանակ դուք 50 անվանացանքում չկայիք, կարծեմ 114-րդն եք։ Դա բացարձակապես չի նշանակում մերժված լինել թիմի կողմից։ Խոսենք լրագրողների թիրախավորման մասին։ Փորձում են այս կամ այն քաղաքական անձի թիմի պատվերը կատարել, ես իրենց չեմ կարող համարել լրագրող։ Երեք ընդդիմությունը ներկայացրեց վարչապետի իրենց տեխնացուին իդեմս Ռոբերտ Քոչարյանի։ Ծիծաղս երևի ձեր հարցին պատասխանեց, միանշանակ անվերադարձ հայտնվելու են քաղաքական աղբանոցում, ժամաններում չունենք կրակոցներ, իսկ դա այնպիսի մեծ ձեռքբերում է, յուրաքանչյուր քաղաքացի դա գիտակցում է եւ հունիսի 7-ին ուղղակի գնալու է եւ ձայնը տալու է խաղաղություն հաստատած քաղաքական ուժին։ Օրինակ Ալիևը, երբ ասաց, որ հիմա Թրամփը ասում է թրիփ, կգա Բայդենը եւ կասի խաղաղության խաչմերուկ։ Արդյոք այս խաղաղությունը շատ փխրուն չէ։